Ողջույն սիրելի հեռուստադիտող, մեկնարկում է Fantastic Arm Games-ը, նոր եթերաշրջան, նոր ձևաչափ, նոր ինտրիգներ եւ նոր հաղորդավարուհի, ես ուզում եմ ծափերով դիմավորենք շքեղին, Անահիտ Մանուկյան։ Ողջույն բոլորին, ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտող, արամ ասեմ, որ ես շատ ուրախ եմ, որ այսուհետ Arm Games-ի մի մասն եմ կազմելու նաև ես, ու վստահ եմ, որ շատ հետաքրքիր, գժական, ինտրիգներով լի եթերաշրջան եմ սպասվում։ Ուրիշ ձև հնարավոր չէ Arm Games-ում։ Իսկ դու ուրախ ես, որ ես միացել եմ ձեր թիմին։ Ես այնքան ուրախ եմ, որ այս պահին գտնվում եմ 7-րդ երկնքում։ Բառի զբուն իմաստով 7-րդ երկնքում։ Արամ ասեմ, որ ես միշտ սիրել եւ հետևել եմ Arm Games-ին, բայց կարծում եմ, որ այս եթերաշրջանը քո բառով ասած հատկապես ֆանտաստիկ է լինելու, որովհետեւ խաղադրույքը շատ մեծ է։ Առաջին անգամ Հայաստանում խաղարկվում է այսպիսի շքեղ նվեր։ Նոր BYD ավտոմեքենա, որը հաղթողը կտանի տուն։ Դե ինչ ասեմ, Երանի հաղթողին։ Նաև այս ձևաչափը այնքանով հետաքրքիր, որովհետև երկու ճամբար է լինելու, երկու թիմ, աստղերն ընդդեմ բլոգերների։ Հարգելի ուղևոր, սիրելի հեռուստադիտողներ, մեր օդապարիկը շուտով վայրեջ կկատարի մի փոքր ավելի ցուրտ, բայց չքնաղ Ծաղկաձորում։ Դե ինչ, մենք սկսում ենք։ Arm Games-ը! Ասա ինչ գեղեցիկ են մեր մասնակիցները, թե աստղերը, թե բլոգերները։ Բարև երեխեք ջան, բարև սիրելի մասնակիցներ։ Ողջույն, բարև բոլորին։ Դե ինչպես տեսնում եք, Arm Games-ի նոր եթերաշրջանը, աստղերն ընդդեմ բլոգերների, մրցույթում նախագծում ինձ հետ վարելու է Անահիտ Մանուկյանը, ֆանտաստիկ կերպար, վստահ եմ, այո, արժանի է ծափարությունների, ուրեմն, քանի որ այս պահին օդում դեռ բավականին եւ երկար ժամանակ կշրջանառվեն այդ վեճային վիճակները բլոգերների ընդդեմ, դերասանների այդ վեճին, ասեմ, որ իմ կողքը կանգնած է դերասանուհի ամեն դեպքում, մենք որոշեցինք, որ մեր մեջ էլ կլինի հակամարտություն։ Այո, եւ մի հետաքրքիր բան մտածեցինք, որ ես եւ Արամը նույնպես կլինենք հակառակորդներ, հետեւաբար մենք ընտրեցինք թիմեր եւ մենք կլինենք մեր ընտրած թիմի աջակիցն ու պաշտպանը։ Ինձ թվում է իմաստ չկա ներկայանալու։ Լավ էլ ճանաչում եք, որովհետեւ աստղերի թիմից եմ, ոչ թե բլոգերների։ Ես Ռոզալիան եմ, ներկայացնում եմ բլոգերների թիմը։ Եկել եմ գզել ամենը եւ բոլորին։ Ես, սիրելի բլոգերներ, ընտրել եմ ձեզ։ Ես ասեմ, որ քանի որ գիտեմ, որ հաղթելու են աստղերը, տենց եմ մտածում, ուզած ինքում ընտրել, ես դա պետք է բարձրաձայնեն, հենց որ ես ձերն եմ աստղը, դուք էլ իմը։ Ես Աղազ Մանուկյանն եմ, ներկայացնում եմ աստղերի թիմը ու մրցելու ենք բլոգերների հետ։ Բռնվեք ազիս։ Բայց մենք բոլորս մնալու ենք մեկ հյուրանոցում։ Այո, եւ սիրելի աստղեր, սիրելի բլոգերներ, այս բոլոր օրերի ընթացքում ձեր հարմարավետությունը եւ հաճելի ժամանցը կապահովի Sia Resort & Spa 5 աստղանի հյուրանոցային համալիրը։ Ամբողջ իր հարմարությունները ձեր եւ մեր տրամադրության տակ են։ Arm Games-ում իրավիճակը փոխվել։ Եկել ենք Ծաղկաձոր, Sia Resort, նախ շատ հավես հյուրանոց էր միջավայրը, տեսքը ու կարծում եմ շատ հավես մասնակիցներով ենք հավաքվել։ Ես վստահ եմ, որ այս եթերաշրջանում մեզ սպասվում է թեժ խաղ եւ թեժ հակամարտություն, ոչ միայն խաղացողների միջև, այլև իմ ու քո, Արամ, որովհետեւ մենք հակառակորդներ են, որովհետեւ ասեմ, որ այս եթերաշրջանի հաղթողին սպասվում է ավտոմեքենա։ Այո։ Շքեղ ավտոմեքենա։ Մեր գործընկեր Royal Armenia ընկերությունը պատրաստել է BYD նոր մեքենա հատուկ հաղթողի համար, սիրելիներս։ Իսկ հիմա խնդրենք, որպեսզի արդեն տեղավորվեք, աստղեր ջան, առաջինը դուք գնացեք, գրանցվեք։
Դե ինչ սիրելի Անահիտ, ամեն ինչ պատրաստ է, ինձ թվում է հերոստատիտողը սպասում է ֆանտաստիկ եթերաշրջան, դու ինչ կասես։ Ես նույնպես սպասում եմ ֆանտաստիկ եթերաշրջանի, թիմերը լավն են, իմ թիմը հատկապես, եւ ես շատ ուրախ եմ, որ Ինձ համար թիմեր չկան, ինձ համար կան գժական մասնակիցներ, գժական նվերի համար պայքարող թիմ, երկու ֆանտաստիկ հաղորդավարներ, ես ասում եմ, Arm Games նախագծի նոր եթերաշրջանը համարում եմ բացված եւ նաեւ համարում եմ բացված մեր հակամարտությունը։ սկսեցինք։ Գնացինք։ Եվս ոտեսերով, կավտան, վերով ոտես են եվս։ Մեկը դեպուս դարնա։ Երեխեք չեք լարնում։ Աղաս, Մկանները խափում են։ Եթե բարապողա ինքը կարա մեզ։ շնորհակալություն։ Իվա ժողով։ Մտանք մեր քոթեջ ու մեզ անակնկալ փորձություն, խաղ, ինչ որ բաներ սպասվում։ Մտանք քոթեջ, պարզվեց, որ միանգամից արդեն պետքա խաղ խաղանք, այնտեղ ինչ որ նամակ էր դրված ու խաղ, որը չէինք հասկանում ինչի համար է։ Երեխեք ուշադրություն։ Հարգելի աստղեր, Հուսով ենք, որ դուք լավ եք ճանաչում ձեր մրցակիցներին եւ կարող եք որոշել, թե նրանցից ով է ավելի հայտնի եւ ով պակաս հայտնի։ այս հատուկ տախտակի վրա դասակարգեք աստղերին ըստ հայտնիության։ Բլոգերներին ըստ հայտնիության։ Դե բնականաբար մեր համար ամենահայտնիները դա Գևորգ Մարտիրոսյանն են ու Աղասը Մանուկյան։ Չէ, բայց նա իրանք մարդկա հետևոր չունի, օրինակ Գևորգ Մարտիրոսյանը հետ, բայց ինքը շատ հայտնի է։ Ճիշտն ասած սկզբից մտածում էինք ֆոլոուերներով նայենք, թե իրենց հայտնիությամբ։ Հետո հասկացանք, որ տարբերություն չկա։ Երեխեք հաշվի ենք առնում հետևորդների քանակը, թե իսկապես հայտնիությունը, դրանք տարբեր բաներ են։ Վահագը ամենաշատ Վահագը շատ հետևորդ ունի։ Բայց չի նշանակում, որ Հայաստանում ինքը ավելի հայտնի է։ Նշած չի Հայաստանում։ Երեխեք իրա տեխնացություն չեք քննարկում, եկեք սենց դնենք, էլի։ Ես դեմ եմ, որտեղ Հայդալեկի դիտումները ավելի շատ են, քան Վահագի։ Իսկ այս տղեն ավելի հայտնի, հա։ Մեր Չէ, հավասար է։ Դրեք հայկի բանը, դալեկի կողմ։ Քերակինս չկա։ Չէ։ Հումորը մեկա կրում է, դե բնականաբար հումորային մարդիկ ավելի հայտնի են, դրա համար Աղասին դրեցինք առաջինը։ Երեխեք Աղասը ամենահայտնին է։ Ինքը Իսկ երկրորդը կարելի է Էմայի, չէ, Էմայի նշանածն ավելի հայտնի է։ Ռաֆա, չէ։ Միած երկա հանի վсё։ Ռաֆայի մասին ընդհանրապես չխոսամ, մի երկի մի հատ հիթ ունեց ընդամենը, այտենց պետք է մի հատ էլ տեղը դնել իրա, վերջում էի ուզում դնել, բայց դե երկը լավ լսել են, լիքը մարդ լսել է, դրա համար այտենց միտեղ մեջտեղները խցկեցինք էլի։ Այս ենք արտեզի մեջի տաղեն, չի ինքն։ Էման կամ լիա։ Ես որ ինքը չեմ հասկացել։ Վայ, արա թե ընդ հայտնի ստեղ պակաս հայտնի։ Կտամ։ Որ որոշեք կասեք։ Վերջ աղաս կգաս։ Երեխեք վերջնական ենք։ Այս դասավորվածությունը ուրիշ Բանի, ընդ գրածով են կանոն։ Երեխեք հստակ գրած է դասակարգեք բլոգերներին ըստ հայտնիության։ Եկեք Գևորգը հաստատ երկրորդ ամենահայտնին է։ Դրեք Լիային երրորդ, իմ գարձիկով։ Լիա ու Էմա Լիա Էմմա։ իրանք Սա իրար հետ համաձայն է, որ Գևոր են դնեն։ Ուզում եմ ջոգեմ խիենք չարչարվեմ, թողնա սենց։ Եթե սես ճիշտ է։ Թողնա սենց։ Ոչ մեկ մեզ համար չի պատժելու։ Մաքսիմում նեղանան, բայց չէ, մանո որ նեղանա վտանգավոր։ Դե բարով տեսան, Ժողովուրդ ջան։ Երեխեք շատ մի խմեք, էլի առջևում դեռ խաղեր կան, մրցումներ կան ու թիմային են այդ խաղերը։ Լիա, չէ, ճիշտ եմ։ Էման Արմենիայից մինիմում 3 սերիալում եղել է շատ հայտնի։ Խավարա, անմավարա ուտել։ Շատ ազատ ժամանակ ունեմ, էլի սերիալներով։ Մենք վերջացրեցինք, Արամ։ Այսքանն է։ Ինձ հետաքրքիր է իրանք ոնց են շարել, եթե իհարկե առաջադրանքը նույնն է։ Ծվերով ինտերնետ կրեմ։ Իսկ որ ներքևը էլի բան կա։ Մի քիչ նեղվեցի, որ ի սկզբանե չմտածեցինք խաղը ինչի համար է, լոգիկայով պետք է ինչ-որ շարունակություն լիներ, կարայինք ավելի խառնեինք, լրիվ հակառակ անենք, որ մյուսները չգուշակեին։ Ինձ թվում է բերելու են։ Մենք գուշակենք, իրանք ոնց են գուշակել։ Բայց դուք ինչ գիտեք, որ Արամը մի բան չի խառնել։ Ինձ թվում է զույգեր է ձևավորվել, ժողովուրդ սենց։
Այսինքն օրինակ մենք դրեցինք աղասին, իրանց բնականաբար դրել են ինձ ամենահայտնի։ Մենք օրինակ զույգ ենք կազմում։ Նմանել ենք։ Տուկ, ով կա։ Ձեզ ինչով օգնենք շատ ծանր չի։ Ահա, ջան։ Վեցով, Սիրելի բլոգերներ, մենք նաև այս խաղը առաջարկել էինք ձեր հակառակորդ թիմին։ Ժողովուրդ, ո՞նց եք։ Ես սինիներով եմ եկել։ Հələ սպասեք, եսա կբացատրեմ։ Մատ ձեր չեք տալիս, ոչ մի բանի ձեր չեք տալիս։ Նրանք նույնպես ձեզ դասավորել են ըստ հայտնիության, ու արդյունքը արդեն ձեր առաջա, բայց մատիկը։ Բայց կարող եք ծանոթանալ միայն եթե անձամբ կռահեք, գուշակեք, թե նրանք ոնց են դասավորել ձեզ։ Այս փորձության արդյունքում ով ավելի ճիշտ կամ ավելի շատ ճիշտ պատասխանած լինի, հեսա կասեմ, որ ինչ է կատարվում, դիմացը որ մեծ խաղ է սպասում, առաջին մեծ խաղը, բավականին մեծ խաղ է լինելու, առավելություն է ստանալու այդ խաղում։ Իմաստը որն է։ Դուք պետքա փորձեք ճիշտ կռահեք, թե ձեզ ոնց են գնահատել բլոգերները։ Այս ձեր նկարները կարող եք սենց հերթով դնել, արագ։ Շատ կարևոր բան եմ ուզում ձեզ զգուշացնել։ Շատ կարևոր։ Պետքա շատ լուրջ վերաբերվեք, որովհետև այս ուղղակի խաղ չի։ Այն թիմը, որն ամենալավը կգուշակի, ամենաճիշտը կգուշակի, ինքը կունենա առավելություն մեծ խաղում այսօր։ Հակառակ սկզբունքը։ Ուրեմն էսի դիրումն է։ Ես կարծում եմ երկրորդը Մարտիրոսյան գեղը կարող։ Ես հասկացում եմ։ Չէ, եմոնստեղ չի կարա լինի։ Ստեղ Լիան կամ երկուսն է կամ իրենք։ Երեխեք իհարկե սա չիդեսխի վստահ ենք, բայց կարան իրանք ջոգած չնեն կամ ինձ ընդհանրապես չճանաչեն։ Իրանց խնդիրն է իրականում։ Դա Այնքան вообще նման չեն, որ հնարավոր չճանաչեն։ Ոչ իմ ընկերների մոտ կասկած չկար, որ առաջի տեղում ես էի լինելու, տենց արդեն մենք մեր առաջի մեկ միավորը հստակ ունենք առանց նույնիսկ իմ նկարը դնելու, բնականաբար։ Ինձ թվում է Վահագնա, երկրորդը Վահագնա, երեխեք։ Նայեք, ռուսական կոնտենտ, տղեկը շատ են նայում։ Կավա հենց իրանց համար ինքնաառաջինը։ Չէ։ Ես կարծում եմ կամ սենց։ Այս տեպը դիմյա ջոգենք։ Այսինքն աղաս դու համաձայն ես ու առաջի տեղում դու ես։ Բոլորով որոշեցին, որ մեր մեջի ամենահայտնի ես եմ, ես էլ դե համեստորեն համաձայնվեցի։ Ես շատ ռիսկային քայլ արեցի, ինձ տանելով գևից առաջ երկրորդ տեղ։ Ես զգում եմ, որ բլոգերները ինձ են դրել երկրորդը։ Ինձ իրականում դուր չեկավ այն փաստը, որ ես կարծում էի, որ Գևն է երկրորդ տեղում, բայց իրանք դրեցին Լիային։ Ես մի հատ կասես դու Ես ասեք ով է ավելի հայտնի մեզնից։ 15 վայրկյան։ կյանք դրեք էսի, ես չգիտեմ։ Լավ լուրջ ես խոսում։ Ասեք ո՞նց կարա Գևը։ Ժամանակ։ Առնվազն ես շատ գիտեմ։ Ժամանակ։ Մեր թիմը իրականում մտածում էր, որ ես շատ ավելի հայտնի եմ, դրա համար ինձ դրեցին երրորդ տեղը։ Այսքան վստահ նույնիսկ Կարանք փոխենք, կնես չի կպնենք, կլե չկա, չէ։ Կարծում եմ 4-րդ կամ 5-րդ Ինձ մի անգամից 9 դրեք, էլի, եթե բոլորը համաձայն են։ Այդ փորձությունը, եթե դուք տեսնեք, կնկատեք, որ ես ամենավերջում եմ ինքս ինձ եմ գցում ու բոլորը համաձայնվում են այն փաստի հետ, որ ես ամենավերջում եմ ճանաչելիության մասով։ Չէ, Շուշոնը լա է, երկու աստղից եկա սա ճանաչեն հաստատ դերասաններն։ Ճիշտ է, Շուշ երկու աստղն է վերջին։ Մանոյին вообще չենք դիտարկում։ Արա, բայց Գոնե մենք Մանոյին դիտարկենք։ Ես շատ ճիշտ իմանամ դիգնդը։ Դիգնդի շատ ճիշտ իմանամ։ Դիգուտ մանոյը քեզ իմանա ինչ արի։ Ինձ ճանաչում է։ Ես մտածում եմ չնայեց մեզ չհասկացա որ ադի դες։ Ես ում ես դրան չեք եղել։ Այս երկուսն են, հետո
Մոնուլիկնա, Մանոնա ու Էդգարը։ Բռնմաններով։ Հիմա եթե կան հակակարծիք ինչ-որ մարդիկ, անպայման ասեք, տեղափոխեք, որովհետև այն պատկերը, երբ որ ասեցի հաստատա, ուրեմն վերջ, ընդունվում է այդպես։ Այդ ընթացքում ես մի հատ հյութ խմեմ, իսկ դուք խմել եք արդեն։ Այո, շատ Իրանես չորացավ ես լարված։ Ստեղ համաձայն եք։ Ով առարկություն ունի Այստեղ Ռավջան 8 համ կա, դու ո՞րն ես ուզում, այս մանգո, ես նուր։ Չէ։ Բայց չէ, համաձայն ենք։ Համաձայն ենք բոլորս։ Հա։ Այս կանխատեսել էր։ Ես չգիտեմ ստեղ ինչ են դրել, բայց ես հիշում եմ վեճը որն էր։ Լիան լինի, թե Գևը լինի։ Ասում էին Գևը, Լիան վերջում փոխեց։ Ես դա նկատել եմ։ Լիան ասավ, ես զգում եմ ինձ են դրել եկել։ Իրականում իմ մեղքի բաժինը ես ունեմ այդ փուլում, որովհետև ես էի պնդում, որ Լիան պետքա երկրորդ տեղում լինի, արեցինք իմ ձևով ու Ասել եմ Գևնա։ Չէ, մինուս 1 է, հələ որ 1 միավոր ունեք։ Ես է դե արդեն մինուս 2-ս։ Շատ սիրուն է Էման կազմում, շատ սիրուն։ Խնդրում եմ, հետո հետ կտակ կնայեք, էլի ոնց եմ շարը իսկ բանը։ Երեխեք Ռաֆոին մի մոռացեք, էլի խնդրում եմ։ Չէ։ Որ Էմային դրեցի այն կողմ, ասեցին չէ, այն կողմ տար, ասի օքեյ։ Ուշադրություն, այս պահին գալիս ենք 4-րդ։ Շատ թարս գնացապ է, կրվան։ Եվան, այդ տեսնում եք, մոտ եք կրահել, հայտնիության առումով։ Գնյաց։ Ռոզալիա։ Գնյաց։ Դավայց է։ Ինձ համար ամենաշոկայինը գիտեք որ մեկն էր, իմ ամենավերջումն էր։ Այնտեղ հասկացա, որ ընդհանրապես երկու թիմերը կապ չունեն առողջ ապրելակերպի հետ։ Այդքան բան կարամ ասեմ։ Հələ։ Համարյա ճիշտ էր։ Այդ լավ զգաց ես։ Համարյա Շատ, իսկ դու բռնել եմ ես։ Հաջորդը։ Ով է։ Գնալով ուռում եմ մեջս ես։ Երրորդը։ Հələ։ Ով է։ Բայց նայ համարյա ճիշտ է։ Ես չունեմ էլի։ Շատերը ինձ 6-րդ տեղն են դրել, միգուցե նկարով ինձ մտածել են ուրիշ մարդ կամ չեն ճանաչում, մտածել են նշին սիրուն տղա է։ Մի խոսքով ամեն դեպքում ուրախ եմ ես։ Էդոնա։ Այդ ես խիպտի բան, ես չգիտեմ ծանոթացել։ Էդո։ Երեխեք շատ լավ է, 0 համանք։ Ես շատ եք, էլի շատ լավ է։ Բայց արի ուտես, որ աստղերը, այսինքն մեծ սերունդը, դեռևս այս ոլորտը գզողներին լավ չի ճանաչում եւ ինձ դրել էին 5-րդ տեղը։ Հիշեցնեմ, որ Ռաֆը ստեղ էր։ Այո, Ռաֆը ստեղ էր։ Հիշեցնեմ, որ քննարկվում էր այսպես, որ բլոգերները գնահատել են ըստ ֆոլոուերների, բայց ես վստահ եմ, որ բլոգերների մեծամասնությունը ձեր ֆոլոուերների քանակը չգիտի։ Ես վստահ եմ։ Ըստ հայտնիության չէ, ինձ թվում է իրանք ում անձամբ ճանաչում են, տենց են գնահատել։ Էրմին անա գալիս 7-րդ օրը, նայեք, սաղ թասա գնացել։ Հետո, օպա, վագոն Սիրեկանյան Գևորգին այո, բլոգերները չեն ճանաչում։ Ինձ համար անկեղծ ասած զարմանալի էր, որ Գևորգ Սիրեկանյանին դրել էին վերջին տեղ, որովհետև ըստ իս ավելի հայտնի է, քան Վագոն։ Օրինակ ես Վագոին ընդհանրապես չէի ճանաչում։ Вообще շիկերինքա։ Երրորդ տեղ Ռուբո։ Շարունակեք, խնդրում եմ։ Ճիշտ չի նշանակում որ լավ է։ Չէ, բայց մի վարքան, մենք ունենք 1, 2, 3 ճիշտ պատասխան։ 3, այո։ Արդյունքի մասին հիմա ուղղակի մատներդ խաչեք, որ այնտեղ սխալ պատասխանները շատ լինեն։ Շատ են։ Պատրաստվեք այսօրվա մեծ խաղին, տեսնեք առավելությունը ում կողմը կլինի։ Հիմա մեզ չեք ասում։ Չէ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59, 60, 61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 77, 78, 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98, 99, 100, 101, 102, 103, 104, 105, 106, 107, 108, 109, 110, 111,
Գիտեք ինչի համար եմ շատ ուրախ աղջիկներ, որ Arm Games-ը ծաղկաձորում է ու մեզ հետ է Լեդիզոնը։ Ընդհանրապես ամեն օր որտեղ որ մենք ենք լինում, Լեդիզոնը մեզ հետ է լինում։ Մենք ինչքան Այսքանը չէ, դուք ունեք հրաշալի նվեր Լեդիզոնի կողմից, քանի որ 3 օրից մարտի 8 է, ոչ միայն դուք, այլ նաև մեր բոլոր մասնակից աղջիկները ունեք անսահմանափակ տարեկան փաթեթ Լեդիզոնի կողմից մարզիչով։ Էմկա։ Դա 300,000 անց է։ 300,000 դրամը անց փաթեթ ունես հենց հիմա ձեռքում։ Ապրես։ Նաև ուզում եմ հեռուստադիտողին տեղեկացնել, որ այս պահին Լեդիզոնում գործում է ֆանտաստիկ ակցիա։ Տարեկան վերցնում ես փաթեթ, դու ունես անսահմանափակ հյուրի հնարավորություն։ Ասա որ հավես է։ Քանի որ ես այս պահին չեմ կարող ստեղ գտնվել, ես գնացի դուք մարզվեք։ Դե ֆանտաստիկ ծաղկաձորյան ձմեռ է Անայի ջան։ Բայց եղանակը այսօր հաստատ մասնակիցների կողմից է, որովհետև ինչքան էլ ցուրտ է, բայց արև կա։ Այո, չէ, իրականում ես նույնիսկ մտածում եմ վերջս Անայի։ Իրականում շատ հավես խաղ է սպասվում երկու մասնակիցներին, բայց նրանք դեռ չգիտեն թե որ թիմն է հաղթել նախորդ փորձության ժամանակ։ Անկամ ես չգիտեմ։ Այո, միայն ես գիտեմ։ Ու ես չգիտեմ արդարությունը այստեղ որտեղ է, որ ես էլ չգիտեմ, բայց ոչինչ, լավ, հուսով եմ իմ թիմն է։ Մեր նախագծում ամեն դեպքում արդարության սահմանները ցավոք սրտի որոշում է մեկ հոգի։ Դե, տեղյակ եմ։ Չեմ ասի ով է։ Դելի մասնակիցներ, ցելի հերոստադիտող, դիմավորենք մեր երկու ֆանտաստիկ թիմերին, Աստղերին եւ բլոգերներին։ Աղաստի։ Տես ինչ թիմ է գալիս։ Տես սիրուս։ Դիմավորեք հաղթող կողմին։ Այո։ Ու հարսանիքներում ինչ-որ բան անողներին։ Դիմավորեք ձի Եգիպտոսում հանգստացան։ Այո։ Բրավո։ Այո, հենց նոր ասես հոպար չի ասել ապը։ Կարճ ասած, Աստղեր ընդեմ բլոգերներ հակամարտությունը արդեն պարզ է, որ սկսված է։ Ուրեմն, առաջին փորձության ժամանակ որտեղ գնահատականներ էին տալիս ըստ հայտնիության բլոգերները, Աստղերը բլոգերներին, ստացվել է այնպես, որ երկու միավորի առավելությամբ հաղթող է ճանաչվել այն թիմը, որ ավելի ճիշտ է կռահել եւ ճիշտ է դեռ խաղը չեմ բացատրել, բայց ասեմ, որ այդ թիմը այս խաղում ունենալու է որոշակի առավելություն։ Հաղթող է ճանաչվել 3-1 հաշվով բլոգերները։ Այո, 3 հատ ճիշտ պատասխան ա եղել։ Կապ չունի, դե պրիմուշիստա է, որ մենք տկլոր ենք ելույթ ունենալու իրանք կուստով։ Եկեք մի հատ գիպ-գիպն է մենք մեր անենք։ Գիպ-գիպ, ուրա, գիպ-գիպ, ուրա, գիպ-գիպ, ուրա, ուրա, ուրա։ Այո, եւ այսպես հիմա բացատրեմ Arm Games նոր եթերաշրջանի առաջին խաղը։ Թիմից 2 հոգի փոխանցելու են կուբերը, մեկը լինելու է սահնակի վրա, 3-ը քաշելու են սահնակը, 3 հոգին կառուցելու են բուրգը։ Վերջում հաղթում է այն թիմը, ով կառուցում է ամենաբարձր բուրգը։ Ձեներս, խաղը արդեն գիտեք, ասեմ, որ բլոգերները ունենում են առավելություն, այնտեղ դրված է 3 հատ կուբ, այդ 3 հատ կուբը արդեն ձերն է։ Դուք սկսում եք առավելությամբ։ Տեսանք մասշտաբները, դե տրոշները, ասես լիքը կուբերը լցված են, ասի է դա խաղա գնալու է սա։ 3 հաշվից 1 2 գնաց Քաշում են անդր Էդն ու Ռուբոն, Էման ու Ռաֆոնը լեսնից կողմում են քաշում։ Մի հատ այս թևերի բարակությանը խնդրում եմ նայեք ու հիշեք, որ բոլոր թիմերի միջից, այսինքն այդ երկու թիմերի միջից միակ աղջիկը, ով քաշում էր, դա ես էի։ Արժանի չեմ հաղթանակի, իհարկե արժանի եմ, ինչի մասին է խոսքը։ Շատ տաժանակիր աշխատանք ենք տանում ես ու Ռուբոն, ոչ մեկը չենք պատկերացնում, նույնիսկ ես, ասեմ ավելին մենք սկզբից Ռուբոյի փոխարեն ուզում էինք Ագնեսը լինել։ Այստեղ ես տեսնում եմ, որ քաշելու են Մանոն, Ագնեսը եւ Ես Մանոյի վրա շատ Վահագնն է քաշում այստեղ Վահագը Մանոն եւ Ագնեսը այնտեղ քաշելու են երկու գևորգները երկիշները Սիրեկանյանն ու Մարտիրոսյանը եւ Վահակոն։
լավ։ Դա ինձ սիրում է, Անիկայի սիրում ոնց է գալիս։ Դժվար էր մեր համար, որովհետև առաջի խոչընդոտային էր, որ ես սահնակի վրա մտնում էի ուղակի ձյան մեջ։ Մեծը։ Չէ, ինչ կող տալի աշխատանք են կատարում այստեղ էլ իմոնք են ֆանտաստիկ, այսինքն քոնոնք են, ասում իմոնք են, իմոնք այնտեղ են, αλλά իրականում բոլորն իմոնք են։ Դաժանա։ Ագնեսը իր նուր դեմքով շպիտով և քիթիկով, ես ասում եմ, մտոլոտը, ասա ինչ թեժա, ասա ինչ թեժա։ Ես ագերցի մեջ եմ ասցնում, հետևան իրականում քոնոյի մոց, որովհետև ինչ Ոյ, հանի, ով դերեց։ ամրությունը հիմքը ինչ ամուր է մնում, ու մի քիչ կասկածելի ստացով ես պատկերել։ գոտիներում լարվածությունը շարունակվում է, նատեկի գնանք մասնակիցների մոտ, էլի, լարի, անյուն։ Մանո ջան, ոնց ես։ Ընդի։ Ոնց է հլտարը։ Տրամադրություն եմ ուզում, Մանո։ Որոշեց թիմը, որ ես ամենաուժեղն եմ մեջտերից, so ես պետք է քաշեմ բարանը։ Okay, բան չունեմ ասելու։ Դա իմ դարեկն է, ես սիրում եմ։ Ինչ որ ինձ դրվում է դեմս խնդիրս, դա պետք է լուծեմ իդ անպայման։ Քաշում եմ, որ ամենավերջի ուժերս սպարեցի այդ բարանը քաշելու վրա։ Տոզալիա, մենք բոլորը սպասում ենք, որ դու ասես, նայես այն կամերային ու ասես Ոնց է գոտերը, ոնց Ապեր, ասա, ընտիր, ասա կլավ կարել են կապել, Աստա, տեսա կտեմ ես։ Բարեկու պորով Արամբա, Հեջան դու չես կարա օգնել, դու գործ չունես Հիմա տեսնենք թե Ձենով կեմ, ձենով, սիրեկանյան, ձենով Ինձ երբ սանկայով քաշ են տալիս, տեսնում եմ, որ կողքից սանկայով աղջիկը բողոքում ու բողոքում է։ Իրավունք չունի օգնի։ Ամենասկզբում ես հիշում էի, որ Արամը ինձ ասել է, որ ես չեմ կարող օգնեմ իմ թիմակիցներին, միայն կարամ սահնակի վրա լինեմ։ Բայց տեսա կողքի թիմից աղջկան, ով որ իջել էր ու այդ կուբիկները արագ-արագ օգնում էր, որ դնեին, շատ եմ ներվայնացել այդ պահին, անսահման։ Երեխեքը այնքան ուժեղ քաշեցին այդ պահին ընկասանկայի վրայից, ու ասացի, քանի ընկել եմ, ինչու չօգնեմ իմ թիմակիցներին, ինչու է կոնֆլիկտ ստեղծում այնտեղ, որտեղ կոնֆլիկտ չկա։ Վաղ ոնց ես։ Ուй, ապա չեր ու։ Գերի վսյո։ Ամենավերջի փոքր կտորը տեսանք ուղարկվել է, այսինքն պարկել ենք ու 15 րոպե չենք շարժում պրոստը տեղներիցս, այսինքն հեվոցով շնչելով։ Հերոսներ։ Ոնց եք։ Հələ մի հատ ստեղ տեսնենք ոնց են ու գանք ձեր մոտ։ Ինչ վիճակա։ Ոնց եք հոգնեցիք։ Լավ եք աշխատել, լավ քաշում եք։ Ասեք որ կապ չունի ձեր թիմը կախտից է, չէ՞ դուք ձեր լավագույնն արել եք։ Հասկացա։ Հասկացա։ Ոնց Դուք ինչ կասեք։ Ոնց եք։ Դժվար է։ Դե նորմալ է ինձ թվում, հա, ինձ թվում է դա նորմալ է։ Դե բույդ տեսել ես Ռաֆա ջան, հաշուտ տեսել ես, ապրեք, չմրսեք հագարդ։ Գնացինք։ Այստեղ, շուշ, այն կանաչը, Անհարմար է, հարթը։ Ռաֆա! Չէ, երանքյունը դզի։ Դե չի հասնելու բոյետ, յան չի հասնելու։ Ես հիմա մենակ մի մտավախություն ունեմ, մեր մոտ ոնց Ես շատ եմ սիրում խաղեր, որոնք պահանջում են պայքար, որտեղ կա ադրենալին ու կա սուր էմոցիաներ։ Հանի։ Ժողովուրդ մնացել է ընդամենը 3 րոպե։ Արամ։
ուշ եղեք։ Ես չգիտեմ, բայց հալալա մասնակիցների իսկապես վտանգավոր է։ Աղաս խնդրում եմ Հենց հիմա պայթին։ վտանգավոր է։ Շատ վտանգավոր զոնային ասել։ Մնաց 2 րոպե։ Բրավ, կանաչի երկար։ Իմ կյանքի միակ ու ամենամեծ ֆոբիան բարձրությունն է։ Ու գտնվելով ամենաբարձր տեղում, վտանգելով իմ կյանքը, ես հասկացա, որ ունեմ 2 տարբերակ։ Կամ պարտվում եմ իմ վախերին, կամ օգնում եմ իմ թիմին հաղթելու։ Լիանդրը սա կարծում եմ հաղթանակ է լինելու։ Սպասի։ Աղասը հրաշալի է աշխատում։ Հրաշալի։ Բարձրա մի արա։ Լիա, մեջի։ Լիայի ոտերից բռնել եմ, ինքն էլ լացում, ասում է դու մի հատ էլ տուր դնեն վերևի հատվածում։ Մեջի դնելու։ Okay, մի հատ։ Արի ճիշտ է, Մնաց 1 րոպե։ Վերջին րոպե։ Չէ, Ռաֆո մի արա։ Նա ինչ վտանգավոր։ Շատ։ Ուզում է բարձրանա, բայց Ռաֆո։ Ռաֆո, ես ռիսկի չէի գնա։ Ռաֆո մի արա։ Ես ռիսկի չէի գնա։ Ռաֆ շատ բարձր ես։ Երեխեք մի հատ հարց տե։ Ես չգիտեմ, բայց ոնց որ թե Ռաֆո ռիսկի է գնում։ 30 վայրկյան։ Այս պահին հաղթում են աստղերը։ Եթե Ռաֆը դրեց, հնարավորություն ունեն։ 15 վայրկյան։ Ծրդել անգնեմա։ 10 վայրկյան։ 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, վերջ։ Լինելու է ժամանակ, որ հաղթող թիմն ունենալու է իմունիտետ եւ այսօր այդ օրը չի։ Այսօր բոլորը մասնակցելու են քվեարկությանը։ 2 թիմերն էլ։ Այսօրվա թիմը երեկոյան Սիա Ռեզորտի կողմից ունի հրաշալի հնարավորություն միայն հաղթող թիմը։ Բացողները գնում են քոթեջ։ Լողավազանը, սպան, շոքեվաղնիկը ամբողջովին միայն լինելու եք դուք եւ ձեր թիմ լիդը։ Ով որ ձեզ երկրպագում էր։ Եթե բլոգերներն են հաղթել, Անահիտը, եթե աստղերը ես։ Եվ սիրելիներս, ես այսօր գնում եմ Լողավազան հաղթողներ աստղերը։ Այո։ Հուսով եմ չես նեղվել, չէ։ Ոչ, սա սկիզբն է, Արամ ջան։ Մեր հակամարտությունը համարվում է բացված 1-0 օգուտ։ Առաջին հիշեցնում առաջին այս խաղի համար էր։ Այս պահին մենք հաղթում ենք ձեզ, սիրելի Անահիտ։ Լավ։ Բայց ամեն դեպքում մի նեղվի, դու ունես հնարավորություն բլոգերների հետ վայելել ռոյալի սուրճերը։ Նա ձեզ տակ պատրաստում է, կարծում եմ քիչ մրսացենք արժի։ Ված չի, հա։ Բայց քիչ նեղված ես, հա։ Չէ, գնացեք սուրճ խմելու։ Գնացեք։ Ո երեխեք մեռած եմ ես, բայց ձեր գործը մի քիչ ավելի դժվար էր ոնց որ այս անգամ։ Հո, ինձ էիք մեղքս գալից։ Բայց քեզ քաշելուց ոնց քաշեցիք մի։ Հա, բայց օքեյ, չէ, օքեյ, լրիվ։ Քաշում էինք, քաշեցիք, հենց մեր բաբու յանիկներն էին գարվում։ Քաշում էինք, էլի սա էլա դենց։ Գնացինք։ Լավն էր այսօր։ Այ շնորհավորանքների մեջ տարապ կա, Լիային ու աղասին հալալա, բայց ով է մրսել, արևել, բայց ցուտել է։ Շուրտ էր իրականում։ Իրականում շատ շուտ էր։ Չասեմ, որ այդ պահին իմ շարֆը ծառայում էր որպես Ոտքի տակի բան, կտոր, որ ես ու աղասը չսղանք ընկնենք ներ։ Կա, ես տեսել եմ, ես անձամբ ես Իրականում ես չեմ սառել։ Դե դու հրազդանց ես, դե քեզ շուկովա չի արել։ Ո՞ր է եղանակը։ Սարոնական ֆիզիկական անացի։ Բայց այստեղ էս հրաշք ջերմ քոթեջը, հենց հիմա որ ասեն ջերուցված ատակա, մեզ համար ապահովել է նոր տունը։
նոր տունը թե մեր գործընկերն է, թե նաև մեր ջերուցում ապահովում է։ Ես ուզում եմ մի կարևոր բան ասել, սիրելի Ասալիա ընկերներ, ես բնակարան եմ գնել եւ հիմա կանգնած եմ վերանորոգման շեմի։ Շնորհավորում ենք։ Տարոսը բոլորին եւ ուզում եմ ասել, որ նոր տան կարիքը ես շատ ունեմ եւ եթե դուք ինձ հիմա լսում եք, խնդրում եմ Հարգելի նոր տուն, մեծ ձեռք տվեք մեր Լիայի։ Սա վաստակած հանգիստ է, որը դուք ունեք Սիա Ռեզորտի կողմից որպես հաղթողները շնորհավորում եմ։ Ամբողջ այս տարածքը, ամբողջ սպան, շոկեբաղնիկը, համամը, լողավազանը, ջակուզին մերն է, վայելեք սիրելիներս, նաև եւս մեկ գործընկեր է եկել, Դավինչի սուշի սիրողներով ունենք։ Օպա։ Դավինչի սուշին այս հրաշալի սեթերը հատուկ ուղարկել այսօրվա հաղթողին, սիրելիներս, Դավինչի սուշին մեր վաղեմի գործընկերն է, մեր գժական գործընկերն է, բարի ախորժակ, հյուրասիրվեք, սիրելիներս, բայց մի հատ բան ասեմ աղաս, տենում ես Դավինչի սուշին ինչ արագ առաքում ունի, որ սենց արագ ծաղկազոր հասցրեց։ Մասնակիցների տրամադրությունը հրաշալի է, բայց ընդամենը քիչ անց նրանք կսկսեն քվեարկել միմյանց դեմ։ Շատ լավ, մենք հիմա գտնվում ենք բավականին հավես տեղում, տեսնում ես, այստեղ լայք է դա բլոգերների թիմն է, այստեղ աստղերի թիմն է։ Աստղերը բավականին հավես լողացան, ասեք որ հավես էր։ Հավես վայելեցինք, դուք ինչ եք արել։ Չենք բողոքում, որովհետև ես խոստացել եմ, որ այդ վայելքից մենք կօգտվենք մի օր։ Շատ լավ, հուսով եմ։ Սիա Ռեզորտը հնարավորությունը կտա, ինձ թվում է եւս մեկ անգամ, բայց հիմա իրականում այդքան էլ գլոբալ առումով բարի նպատակով այստեղ չենք հավաքվել։ Ամեն հաղորդման վերջում երեկոյան մենք ունենալու ենք մաս, որտեղ լինելու է քվեարկության համար նախատեսված ժամանակ հիմա այդ պահն է։ Քվեարկության պահը մենակ նրանով չի, որ մարդիկ պետք է միմյանց դեմ քվեարկեն։ Պետք է քվեարկեն իրենց թիմի ներսում։ Բայց պարտվող թիմն է, չէ՞ քվեարկելու իրաց։ Այսօր դուք իմունիտետի համար չեք պայքարել, այսօր դուք պայքարել եք լավ ժամանցի համար։ Կլինի օր, որ դուք կպայքարեք իմունիտետի համար, այսինքն այսօր աստղերը քվեարկելու են աստղերին, բլոգերները քվեարկելու են բլոգերներին։ Այսօր առաջի օրն է, չէ՞։ Այո։ Կլինի թողեք մարդիկ հանգիստ քնել։ Ջել են իրար սպառնել։ Ես ուրախ եմ, որ կա այդ ուրախությունը, տրամադրությունը։ Ես կուզեմ դա տեսնել, երբ որ դուք որևէ ձեր մասնակցի այսօր ուղարկեք փոքր խաղ։ Ահա, այսինքն եթե թիմը քվեարկում է իր որևէ թմակցի դեմ, միանգամից թմակիցը դուրս չի գալիս, այլ գնում է դեպի փոքր խաղ։ Այո, փոքր խաղ կամ մինի խաղ, ինչպես մենք ենք անվանում, յուրաքանչյուր մասնակից, ով ստանում է ամենաշատ ձայնը, հայտնվում է վտանգավոր գոտում, որտեղ փոքր խաղի արդյունքում եթե պարտվում է, լքում է նախագիծը։ Այսօր այդ մարդիկ լինելու են ամեն թիմից մեկական հոգի։ Ինչի եմ ասում այսօր, որտեղ վաղվա քվեարկությունը լինելու է երկու հոգու դեմ։ Այսինքն դաշնությունը օր-օրի պետք է ավելանա քո կողմից։ Սա ARM Games reality show-ն է, որտեղ առանց դաշնությունների հնարավոր չէ։ Ուրեմն այնտեղ դրված են քվեարկության արկղը եւ դրված է քվեարկության թերթիկներ։ Սկզբում կսկսեմ քո շատ սիրելի բլոգերները, հետո կշարունակեմ իմ շատ սիրելի աստղերը։ Վայ Արամ, վայ։ Խնդրեմ, առաջինը ով ունի այդ համարձակությունը կարող է մոտենալ, հա, չէ՞, կասկածում։ Ռաֆո, հայր ալեք։ Ես ունեմ արդյունքները թե բլոգերների, թե աստղերի, ասեմ, որ աստղերին է ինձ շատ հետաքրքիր թվացել, բայց կսկսեմ բլոգերներից։ Եվ այսպես, մեկ ձայն, ասեմ ոնց եմ ասելու, նախ բարձրաձայնեմ դա, այսօր միայն նշվում է ձայների քանակը, ով ինչքան ձայն է հավաքել։ Եվ այսպես, մեկ ձայն ունի բլոգերներից, ում դեմ քվեարկել է, հա, չգիտեմ, ով, Էդգարը։ Զուտ շատ վստահ եմ, որ փոքր խաղը ինքը կհաղթի։ Չգիտեմ, իր ուժի վրա վստահ եմ։ Մեկ ձայն ունի
Ռաֆը, այդալեք։ Ինձ թվում է այս մասնակցի դեմ ոչ ոք չի քվեարկի, դրա համար ես իր դեմ քվեարկում, որ շանսերը դուրս մնալու ամենաքիչը լինի, ու հետո Ռաֆոն ինձ թվում է առաջի խաղի ընթացքում հասկացել է ինչքան եմ ես իրան օգնել այդ դժվար պահերին ու հաստատ ինձանից չի նեղանա, որ այս փուլում ես իր դեմ քվեարկեմ։ Շատ դժվար եմ որոշումս կայացրել, բայց թող այսպես լինի։ Ռաֆ կներես նախորդ։ Մեկ ձայն ունի Վահագը։ Վահագին շատ եմ սիրել, բայց ինքը ջերմություն ունի ու չգիտեմ ինչքանով մեր թիմին օգուտ կլինի իրանից այս դեպքում, եթե ինքը շատ վատ է։ Ասեմ, որ առաջին երկու հորիզոնականները զբաղեցրել են աղջիկներ։ Աղջիկների մեջ է լինելու, այսպես ասած, նեգատիվ կամ բացական առումով պայքարը։ Դա Ռոզալիանը եւ Մոնիկան են։ Բայց շատ զարմացա իրականում սկզբում, բայց հետո սենց մի վայրկյանում ամբողջ ուղեղս 180 աստիճանի տակ սկսեց աշխատել ու հասկացա, որ կամ ռանդոմ է եղել, որովհետև ես էլ էի ռանդոմ քվեարկել համապատասխան մարդուն, բայց անկեղծ ասած քվեարկում եմ նրա օգտին, ում ամենաքիչն եմ ճանաչում ու այս խաղի ընթացքում ով մի քիչ ավելի պասիվ էր։ Կներես, ուտեմ քեզ։ Ինձ թվում է այս մասնակիցը կարահաղթի, վստահ եմ դրա համար։ Այս անում եմ նրա համար, որպեսզի փոքր խաղում ինքը հաղթի, ես վստահ եմ, որ ինքը կհաղթի։ Ու մեկ էլ ինձ սանից չի նեղանա էլի, հետո անձնապես ճանաչում եմ այդ մարդուն։ Ռոզալինա։ Շուշանի, Ագնեսի, Ռուբոյի եւ Մանոյի դեմ ընդհանրապես չեն քվեարկել։ Ինձ թվում է Մանոյի դեմ հասկանալի է ինչի։ Մանոն շատ է պետք իրենց։ Այս պահին կամ Մոնիկան կամ Ռոզալիան գնում են, նրանցից մեկը գնում է վտանգավոր գոտի։ Մեկը վաստակել է 2 ձայն, մյուսը վաստակել է 4 ձայն։ Կային վախեր, որ հենց ինձ էլ կքվեարկեն ու ես պատրաստ էի դրան։ Բլոգեր ընդդեմ աստղերի եթերաշրջանի առաջին մարդը, որ գնում է վտանգավոր գոտի, Մոնոլիկն եմ։ Քվեարկությունս անում եմ բացառապես բացառության սկզբունքով հերվից դնում եմ, որ Մոնոլիկը մի քիչ կաղում էր, այդ իսկ պատճառով Մոնոլիկ ինձ կներես։ Ես ուրախ եմ անկեղծ։ Իսկ դու ինչի ես ուրախ, ես ուզում եմ իմանամ։ Ուզում եմ խաղամ հիմա այս պահի դրությամբ։ Հասկացա, ես հասկացա տրամադրվածությունը Մոնոլիկի շատ հավես էր։ Աստղերից ընդամենը 1 տղա է ստացել ձայն, մնացած բոլորը աղջիկներ են։ Եվ նորից վտանգավոր գոտում հայտնված մասնակիցը լինելու է աղջիկ։ Այստեղից հետևություն, որ քո թիմի տղաները կոալիցիա են կազմել արդեն։ Չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում տղան ով ստացել է ընդամենը 1 ձայն, դա Ռաֆն է։ Ինչ խաղ լինի, ինչ փոքր խաղ լինի, թե փորձառու է, թե մասնակցած է Ռաֆը այս մարդը Arm Games-ին, ու ինքը հաստատ կարա տակից դուրս գա։ Ու դա չի։ 4 աղջիկներից 1 հոգին ընդհանրապես ձայն չի ստացել։ Եվ ով է նա։ Էրմինան։ Էրմինան ընդհանրապես ձայն չի ստացել, ձայները բաշխվել են Եվայի, Լիայի եւ Էմայի միջև։ Հիշում ես, որ ես ասում եմ, շատ հետաքրքիր է։ Ըստ այդմ, աղջիկներից մեկը քվեարկել է Ռաֆին, մնացած բոլոր աղջիկները այսպես թե այնպես քվեարկել են միմյանց։ Բաշխվել է ձայները այսպես. 2, 2, 4։ 2 ձայն ունի Եվան։ Եվան վտանգավոր գոտում չէ։ Բայց շատ զարմացա, որ ասեցին 2 ձայն ունեն քվեարկած իմ դեմ։ Հետաքրքիր է, ով կլինի։ Չես կարող հասկանաս։ Հետդ լավ են, բայց փաստորեն քվեարկում են քո դեմ։ Իրան կոնկրետ տեսանք ոնց էլ պայքարում, Էմայի հետ ուսուսի պայքար ենք տվել։ Էմկայի աշխատանքներ եմ տեսել, բայց Եվային չեմ նկատել։ Կներեք։ Երջան, քեզ շատ սիրում եմ, բայց sorry։ Թիմի թույլ ուղղակին հանելով ուժեղ մասնակիցներին կպահենք ու ավելի երկար կգնանք առաջ։ Լիա
թե Էման։ Ես չեմ ուզում ուղղակի նայեմ, չգիտեմ։ Ամեն դեպքում երկու ուժեղ մասնակիցներ են։ Այս տողա խաղը Շատ ուժեղ, այո։ Երկու ուժեղ մասնակիցներ են։ Օրինակ, որտեղ է արդարությունը աստղերի կողմից, երբ Լիայի այդ հերոսության շնորհիվ նա վերջին քարը դրեց, որի արդյունքում նրանք հաղթեցին եւ այսօր վայելեցին։ Լիա թե Էման, ընդամենը վայրկյաններանց կիմանաք, այն մասնակիցը, ով կմրցի Մոնոլիկի դեմ կմնա, մնացած բոլորը կգնան քոթեջներ։ Եվ այսպես Ես չգիտեմ ճիշտ ասած ում քվեարկեմ, այնքան բարդ ընտրությունն է, ում քվեարկեմ։ Էմային Սապունջան, ինչի չգիտեք։ Քվեարկեք։ Էման կվերադառնա ու հերթով այսենց հենց ինքը առաջարկեց, որ կարելի է հանել ամենաուժեղին, որ արդեն պայքարի։ Ճիշտ է, իմ համար շատ դժվար է իմ թմակիցներից որոնցը մեկի դեմ պայքարելը, բայց ինձ թվում է հենց այս մասնակիցը, ում անունը որ գրել եմ, ինքը ուժեղագույն է ու կկարողանա պայքարի։ Ինքը ճարպիկ է ու հետ կգա մյուսի հետ խաղալուց ու տղայի չէի կարող հանեի պրոստը, որտեղ մեր համար ուժեղ խաղացող չպետք է դուրս գա։ Ես քվեարկել եմ այն մասնակցի անունը, ով ըստ իս ունի արդեն փորձ Arm Games-ում եւ ինձ համար ուժեղ մասնակից է։ Ես ուզում եմ, որ ինքը եւս մեկ հաղթանակ բերի մեր թիմ։ Ես հավատում եմ քեզ։ Որովհետև ուժեղ մասնակից է ու վստահ եմ, որ փոքր խաղում կհաղթի ու հետ կգա։ 4 ձայնով Arm Games նախագծի այս եթերաշրջանի վտանգավոր գոտի է գնում։ Sorry։ Ինչի համար, որտեվ այն մյուս մասնակիցներին երբ ավելի երկար տարիներ են ճանաչում, զուտ այդ պայմանը։ Էման։ Ես վստահ եմ, իմ դեմ գործել է կոալիցիա։ Կարող է տենց հանեք են հին գել խաղացողների, որ էփել են մեջը, ոնց որ ասած։ Չգիտենք ում մեջ, Էմա թե Եվ անասում է Էմային կամ Ռաֆոն։ Որ մեկին էլ հանենք հաշվի կրացենք։ Ես ինչի համար եմ մտածում Էմային հանենք, որովհետև Ռաֆոն մեզ դեռ պետք է, ինքը ուժեղ է։ Եկեք Էմային հանենք, ճիշտ է։ Իմ սրտով չի իրան հանելը, ես մեծ հաճույքով ուրիշ թմից կհանեի, բայց դե ստիպված ենք։ Եվ մարոշնիկ ուտես։ Ճիշտ է։ Ես ճիշտ ասած արմատես օրեի տեսի լավն արտը։ Հիմա մտածում ենք վերջ Էմա։ Անկեղծ ասած մի քիչ ջենտլմենսկի չի։ Դե հա։ Բայց կարող է երբ ուժային խաղեր լինի, դրա համար մտածում եմ Ռաֆոն մեզի պետք է, լավ մարոշնիկ։ Բայց շատ դաժան խաղ է, իրականում ես չէի պատկերացնում, որ սենց իրականում մեծ կերա, լացել եմ։ Շնորհակալություն։ Շատ դաժան է։ Ես առաջարկում եմ բոլոր մասնակիցները գնան։ Էմային ու Մոնոլիկին մաղթում եմ հաջողություն։ Իրականում հասկանում եմ, որ առաջին օրը այսպիսի լարվածություն երևի թե չարժեր, բայց առանց սրա հետաքրքիր չի մեր ռեալիթի շոուն։ Բայց խնդրում եմ մի հատ նայ Մոնիկայի դեմքին։ Սիրելիս, խաղարկվում է ավտոմեքենա։ Հասկանում ես, սա ուղղակի նվեր չէ, ավտոմեքենա, որի գումարը 8 միլիոն անցնում է։ Ամեն դեպքում շնորհակալություն ենք Royal Armenia ընկերությանը այդ ֆանտաստիկ նվերի համար, որը նոր բան է Հայաստանում, այսպես ասած, որը ես եմ վարում այդ հաղորդումը, Անե ջան քեզ հետ։ Դա ինչ ավես է։ Ես շատ ուրախ եմ, եւ նաեւ ուրախ եմ այն մասնակցի համար, որ կգնա այստեղից այդ մաքենայով։ Ասեմ ավելին, այդ մասնակիցը կարա լինի Մոնիկայի, Էմայից որևէ մեկը։ Այս պահ դեռ ոչինչ չի նշանակում։ Եվ այսպես։ Հաղը բավականին պարզ է։ Դուք ձեր դիմաց ունեք քարեր դրված, ամեն մեկը փայտից քարեր են, այսպես ասած։ Ձեր նպատակն է լինելու նենց անեք, որ ձեր ժամանակ, երբ որ դուք փայտը դնեք, չպտտվի, չընկնի, չթափվի։ Որի քայլի ժամանակ թափվում է, հա, դրված քարերը կամ ոգիսա ընկնում է, դրա մասնակիցը պարտվում է։ Այս խաղը այսինքն պահանջում է զգուշություն, հանգստություն եւ ռազմավարություն։ Եվ ռազմավարություն իհարկե։ Պետք է հասկանանք ով է սկսում։ Չինգաչոկ։ Давайте, ստանդարտ։ 1 Էման հաղթեց։ Տեսնենք։ Շատ ծանր քար վերցրեց Էման հենց սկզբից։ Իսկ թվում է նրանք արդեն
ինչ որ չափով ռազմավարությունը հասկացել են։ Էքստրեմիստ մոնոլը եւ հաշվարկային նման տեսնենք։ Մի հատ ավել շունչ, մի հատ ավել շարժում ու կարա ամեն ինչ քանդվի։ Մոն։ Տես։ Մոնոլը ռիսկի չի գնում։ Չէ, արդեն հաշվարկյանում։ Շատ լավ։ Շատ լուր ենք։ Չենք ուզում ձեզ խանգարենք։ Խաղի ընթացքում նենց էի հուզվում, որ ձեռքերս ուղղակի դողում էին։ Լարվածությունը եկավ ամեն քարը դնելու հետ։ Ամեն անգամ դնում էի, շունչս պահում էի, չէի լսում կողքերս ինչա կատարվում։ Arm Games 2026 թվականի առաջին եթերաշրջանի առաջին թողարկման վտանգավոր գոտու հաղթող է ճանաչվում Մոնիկան եւ սլայդում պատվում է Էման։ Երբ ես հաղթեցի, ես էմոցիոնալ առումով ամբողջությամբ Էմայի հետ էի ու նույն հուզերը ես վերապրեցի իր փոխարեն։ Նախ իրականում երբ պլանավորվում էր այս նախագիծը, պլանավորվում էր այս գծով, որ լինելու է շատ դաժան, դա համար մենք ընտրել ենք ընդամենը 20 մասնակից։ Բայց այսօր 18-ն է։ Ինքն է չգիտի, էլի։ Սիրելի հեռուստադիտող, իրականում սա մեծ փորձություն էր յուրաքանչյուր թիմի համար, որ տեսնենք, թե ինչպես նրանք կվարվեն իրենց թիմակիցների հետ, որովհետև այս խաղը զուտ նրա համար էր, որպեսզի հաղթողը կարողանա ընտրության հնարավորություն ունենալ։ Ընդամենը։ Այսինքն ոչ մեկ չի լքում։ Այսպես թե այնպես։ Նախագիծում նախատեսված է 20 մասնակից, որ իրանք մաթեմից լավ չեն էլ հաշվել։ Չեն էլ հաշվում, չեն հարցնում, բա ուր են։ Էման պարտվող չի։ Էման պարտվող չի, ապրես։ Դե բայց պարտվեց, չէ, 1 րոպե, Էման պարտվեց։ Այո, բայց նա պարտվող չի։ Բա Սա խաղ է։ Okay, լավ։ Թագեք այդ պաթոսը։ Էման այս խաղը պարտվեց, Մոնոլիկը հաղթեց, դա համար կունենա Մոնոլիկը ընտրություն։ Ինչպես ես նշեցի, ի սկզբանե, որը շված էր, որպեսզի որ նախագծում մասնակցում են 20-ը։ Զարմանալիորեն ամբողջ օրվա ընթացքում տենց էլ հաս չընչեց։ Բա ուր են մեր թիմի 10-րդ մասնակիցները։ Ինձ թվում է թե աստղերը թե բլոգերները ուղղակի չեն հաշվել։ Ինձ թվում է նույնպես։ Մենք ունենք երկու երիտասարդ աղջիկներ, որոնք միանալու են ձեր թիմերին։ Մեկը առաջին մասնակցությամբ դերասան, մյուսը բլոգեր։ Ես խնդրում հրավիրենք նրանց այդտեղ, երիտասարդ աղջիկներ են։ Հնարավոր է ճանաչեք, հնարավոր է ոչ, շատ հմայիչ աղջիկներ։ Եվ հուսանք, եկեք աղջիկներ, եկեք մասնակիցներ։ Աղջիկներ, եկեք ինձ մոտ, եկեք ինձ մոտ։ Եկեք մեր մեջտեղը։ Այն զգացողությունը հետ մտքիստի։ Դու արդեն տանն էիր, էլի, զգացի պարտվան, ինձ դու քեզ ուղարկեցիր դու։ Շատ եմ սիրում ես Էմոյին։ Երբ տեսա Էմայի արցունքները, ես ոնց որ հենց Էմայի փոխարեն լինեի, Էմայի տեղը լինեի ու չկարողացա ինձ զսպել ու ես էլ հուզվեցի ու արտասվեցի իր հետ միասին։ Ես մարդ, ով միշտ ռեալիթիները նայելուց ասում եմ լավ ոնց կարելի է խաղի համար լացել։
իրոք ահա որ նեղվել էի, չգիտեմ որտեղ իրոք առաջին խաղն է, որ եկել էի իրոք հաղթելու։ Ուղղակի ինքս իմ համար որ ապացուցեմ, որ ես կարամ հաղթեմ։ Ու դրա համար զուտ վիրավորական էր, որ հենց առաջին խաղից դուրս մնացի։ Հետագայում որ դուրս մնամ, էլի հնարավոր է տրամադրությունս փոխվի, ամեն ինչ լավ լինի, բայց այսօրվա հետ կապված sense տրամադրություն ունեի։ Ես ինձ չեմ ներում հիմա, որ ցույց տվեցի իմ արդյունքները, բայց ոչինչ։ Իմացեք, որ ես լացկան եմ։ Շատ արագ եմ լացում ու հուզվում։ Ես ներկայացնեմ երկու գեղեցկուհիներին, Լիլիան դերասանուհի է, նաև բլոգինգով է զբաղվում, Անահիսը բլոգինգով է զբաղվում։ Ես ինչի եմ ուզում ներկայացնել, որովհետեւ դու հնարավորություն ունես ընտրելու յուրաքանչյուր երկուսին, դու ես որոշել։ Ես առավելությունները նշեմ նրանց մասին պատմեմ, դու կորոշես, հա։ Դե տեսնում ես, որ մի փոքր իրան ավելի բարձրացավ, դե նա երիտասարդ տարիների լողով է զբաղվել, հիմա զբաղվում է ֆիթնեսով, իսկ Անահիսը Պարել է երիտասարդ տարիներին։ Անահիսի հետևորդներն են 42,000, քոնը 52,000, ճիշտ եմ հիշում։ 53 ներողություն խնդրում։ Տատու արտիստ է նաև գիտեմ։ Ես նաև տեսել եմ Անահիսի կոնտենտը, բավականին հետաքրքիր հումոր ունի։ Մոնո դու պետք է ընտրես քո թիմ, այսինքն բլոգերների թիմ գալիս է Անահիսը, թե գալիս է Լիլիան։ Որին դու ընտրում ես, մյուս մասնակիցը գնում է Աստրոյի թիմ, այսինքն Էմայինյանին։ Իրականում երևի հեռուստադիտողները շատերը կիմանան ու շատերը չեն իմանա, բայց Լիլիան եղել է իմ հարսնաքուրը ու այստեղ ուրիշ տարբերակ իստիմա չէր կարող անել։ Արդեն քանի որ քո դեմ քրակել են, դու արդեն քո թիմում ունես մեկը, որ կարող եք քեզ հետ կոալիցիա կազմել։ Լիլիա ջան, շնորհավորում ենք, դու միանում ես բլոգերների թիմին, Անահիս դու միանում ես Աստղերի թիմին։ Ես հիմա հրավիրում եմ բոլոր մասնակիցներին այստեղ, բոլոր մասնակիցներին հրավիրում այստեղ։ Ավարտվեց այս դժվար փորձությունը, որտեղ փորձարկվեց երկու թիմերն էլ, որտեղ ամենամեծ փորձանը ենթարկվեցին Էման եւ Մոնոլիկը, որոնք շատ էմոցիոնալ անցան։ Ասեմ, որ խաղի հաղթող ճանաչվեց Մոնոլիկը, Էման պարտվեց։ Հաղթեց 2-1 հաշվով, բավականին դրամատիկ էր խաղը, փորձությունը նաև կայանում էր նրանում, որ ինչպես Գևորգ Մարտիրոսյան, հա, ասում էր Արամ ջան, սա առաջինն է մեզ իմ խաթր բան, այսպես թե այնպես ես այդքան հասկանալով հանդերձ, այս խաղը փորձությունն է նրանով, որ դուք քվարկեիք, դուք տայիք այն ինչ որ դուք իրականում ուզում եք, քանի որ ասվել էր, որ խաղին պետք է լինի 20 մասնակից, 18-ով ենք սկսել, ոչ մեկը չէի քաշվել եւ այլն եւ այլն։ Այս խաղը զուտ նամար էր, որ երկու մասնակիցներից ընտրություն կայացվեր։ Մոնոլիկը հաղթեց, ընտրեց Լիլիա Գեղեցկուն, Անահիսը միացավ ձեզ։ Շնորհավորում եմ շերներս։ Այդ բանից սկսած, ասենք բարի ավարտ է լինում, բայց էմոցիոնալը ստուգվեց, ամեն ինչ ստուգվեց։ Առաջին հաղորդումը մոտեցավ ավարտին, ժողովուրդ ուրախանում են, բոլորը ժպտում են։ Վաղը գալիս է երկրորդ օրը, կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։